70 սանտիմետր լայնությամբ, 20 սանտիմետր խորությամբ ու ավելի քան 6 մետր երկարությամբ այս փոսը վաղը ուրիշ չափսեր կունենա։ Օր-օրի խորանում, լայնանում, երկարում է։ Մեր հեռուստադիտողին ծանոթ է այս մի քանի մարդաբոյ փոսը։ 9 օր առաջ Հայլուրը անդրադարձել էր Տիգրան Մեծ Պողոտայի այս հայտնի փոսին։ Հաջորդ օրը փակել էին փոսը։ Այսօր առավոտյան արդեն գործընկերներս նկատել են, որ Տիգրան Մեծ Պողոտայի մեծ փոսը փակել են։ Վարորդների մրձավանջը դարձած փոսը սակայն նորից տեղում է ու շարունակում է խցանումների պատճառ դառնալ։ Վարորդները չափազանց դանդաղ, զգուշանալով են անցնում փոսի վրայով, որ չջարդեն մեքենաները, դա էլ խցանում է առաջացնում։ Երևանի քաղաքապետարանը չի թաքցնում, փոսի հարցը նախկինում չէին փակել, ժամանակավոր լուծում էին տվել։ Հիմա էլ նույնն են անելու, այս թաց եղանակին ուրիշ բան անել չեն կարող, պետք է ժամանակավոր ծածկեն, ինչպես 9 օր առաջ։ Մայրաքաղաքի ամենախորը վերքը Արինբերդի փողոցը հիմնանորոգելու են, հայտնում են քաղաքապետարանից։ Թե երբ այս փողոցի չոր ասֆալտին կերթվեկեն վարորդները, հայտնի չէ, հաջորդ շաբաթ դեռ նոր շինարարի մրցույթ է հայտարարվելու։